Հարգելի ներկաներ, մենք հիմա գտնվում ենք Տավուշի մարզի իրանց գյուղում եւ այս սահմանային պատն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք քաղաքացիների հետ Կիրանցի սահմանազատված հատվածում էր։ Ըստ նրա ցանկացել են այդ էքսկուրսիայով ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է կառավարությունը։ Եթե անվտանգության թիվ 1 պատկերացումը բանակն է, երկրորդը բանակն է, երրորդը բանակն է, չորրորդը բանակն է, հինգերորդը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի եւ պետք է այնպես անել, որ անվտանգության ապահովման գործիքները լինեն բազմազան։ Հիմա այն ինչ որ մենք այստեղ կանգնած ենք, այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է։ Վարչապետը հիշեցրեց, որ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում նշել է լեգիտիմությունը անվտանգության ապահովման շատ կարևոր պայման է։ Ես ձեզ ասեցի, որ 2022 թվականին մենք ինքներս նախ ճանաչել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչ է տարածքային ամբողջականությունը։ Տարածքային ամբողջականությունը լեգիտիմ կերպով, միջազգայինորեն ճանաչված կերպով քեզ պատկանող հողային տարածքն է։ Ես նախկինում որ ասում էի կադաստրի վկայական ուրիշ բան է, դու ապրում ես մի տանը, մի հողամասում, որը ունի կադաստրի վկայական, թե ապրում ես միտեղ, որը չունի կադաստրի վկայական, եւ նաեւ այստեղ երևում է խաղաղության օրակարգի մասին մեր պատկերացումը։ Վարչապետը նաև հիշեցրեց, որ սահմանազատման գործընթացի ժամանակ շատ էր կրկնվում այն միտքը, թե Կիրանցը դատարկվելու է եւ որ դպրոցը սահմանից ընդամենը 50 մետր է հեռու։ Այն Կիրանցի դպրոցն է, այս պետական սահմանն է Հայաստանի Հանրապետության։ Եվ ասում էին, բա երեխեքի անվտանգությունը հնարավոր չի լինելու ապահովել։ Դպրոցը արդեն մի տարի դաս են անում եւ մի տարի ոչ միայն դպրոցի հետ կապված, այլև Կիրանց գյուղի հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել։ Ավելին ասեմ, այս հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ի սկզբանե ծառայությունը սկսել են, հետո միքս պայից եղել է պայմանավորվածություն, նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն իրար համար տեսանելի։ Երկրորդ փուլով հանել են սաղավարտները եւ զրահաբաճկոնները, երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատների վրա պահունակներ պետքա չդրվեն, այսինքն առանց պահունակների։ Սա անվտանգության ապահովման լրացուցիչ կոնցեպտ է եւ խաղաղության օրակարգի մեր պատկերացումը, շարունակել է վարչապետը։ Եվ ես հիմա տեսեք, ստեղ կանգնած եմ, ես ոչ մի մտավախություն չունեմ, եւ մի տարի է դպրոցը գործում է, այս պատն էլի Միչայելոց, մենք կարող ենք չկառուցել այս պատը, բայց այս պատը կառուցել ենք մենակ հոգեբանական, որ բնակչությունը այն ժամանակ շատ սուր էր ընդունում, սուր էր ընկալում, չնայած ես կարծում եմ, որ սիմվոլիկ առումով այս պատը շատ կարևոր է, որովհետեւ որ մենք ասում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինձ համար եւ ցանկացած մեկի համար որպես վարչապետ կամ պաշտոնյա շատ կարեւոր է, որ ես իմանամ իմ իրավասության սահմանը որտեղ է։ Ես գիտեմ, որ իմ լիազորությունները այստեղ ավարտվում են։ Երկրի ղեկավարը բացատրեց նաև, թե ինչու են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դա արել ենք, որպեսզի ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Մեզ շատ ասում են նաև այլ քաղաքական հայացքի տեր մարդիկ, ասում են, որ այս դե յուրե եւ դե ֆակտո պատը դնելով դուք մեզ, այսինքն Հայաստանին սահմանափակում ենք, որպեսզի մենք այդ գծից անցնենք այնտեղ եւ նոր տարածքներ նվաճենք, այսան ճիշտ են ասում։ Դա ճիշտ են ասում, այո, մենք մեզ սահմանափակում ենք, բայց մենք այս պատով սահմանափակում ենք նաև ուրիշներին, որտեղ եթե մենք ասում ենք ստեղ գիծ չկա, հետեւաբար մենք կարանք գնանք այնքով եւ վերցնենք ինչքան կարողանանք, նույնը վերաբերում է այն կողմին, ասում են եթե այստեղ գիծ չկա, մենք էլ կարանք մտնենք եւ վերցնենք այնքան ինչքան կկարողանանք։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավերժական ցիկլի մեջ են մտնելու պատերազմի, միջև կամ մեկը մյուսին կոչնչացնի, կամ մեկը մյուսին։ Իսկ հիմա արդեն երկաթուղով Ադրբեջանով դեպի Հայաստան ապրանքներ են գալիս եւ շուտով էլի կգան, ընդգծեց վարչապետը։ Շարունակեց Կիրանցում եղել է 90 տուն, այժմ 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 54-ը։ Վարչապետը նշել է, Կիրանցում հիմա խաղաղ է եւ չկա անվտանգության ոչ մի մտավախություն։ Շատ է խոսվում, որ մենք մեր ազգային արժեքները ոտնահարում ենք եւ այլն։ Այս եկեղեցին նախկին 100 տարվա մեջ եղել է ավերակների մեջ կուտակված։ Այս եկեղեցին վերականգնվում է։ Ես իմիջիայլոց ես Իջևանում ծնվել մեծացել եմ, տասնյակ անգամներ եկել ենք մենք չենք իմացել որ այդտեղ եկեղեցի կա։ Սա ամբողջ կառավարության ֆինանսավորմամբ
եկեղեցին վերականգնում է նաև մեր հոգևոր արժեքների վերահաստատման խորհրդանիշ։ Վարչապետը քաղաքացիներին ուղեկցել է Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։ Գարնանը վստահ եմ, որ Խմբի անդամները ծանոթացել են նաև արդեն 1 տարի շահագործման հանձնված Կիրանցի դպրոցի պայմաններին, որի համար կառավարությունը հատկացրել էր 737 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, 20 երեխայի համար էլ գործում է նախակրթարան։ Սա մենք կարևոր ենք համարում, որ երեխեքը նաև դպրոցներում ստեղծագործելու տարածք ունենան, քննարկելու տարածք ունենան, բայց մենք կարևոր ենք համարում, որ այս տարածքները ծառայեն նաև համայնքին, բնակավայրին եւ դասապրոցեսներից դուրս եւ մարզպետարանին եւ նախարարությանը։ Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկական, նաև ինժեներական նորարարությունները։ Էմմա Վարդանյան, լուրեր։